ժողովուրդ, երրորդ բարև, ես նույնպես այսօր ձեզ ավելի ճիշտ կծանոթացնեմ մի քանի դինոզավրերի մասին, գնացինք։ Տունի ստրաֆինը եղել են գետաձիների ուրիշ տեսակի նախնին։ Տունի ստրաֆիները ամեն օր լողում են և հետո արևի տակ չորանում, նաև եղել են մսակեր և խոտակեռ, և ամենաշատը սնվել են պալմաներով, պլեզիոզավրերի տեսակներից են, բայց ցամաքային, նրանք ամեն օր բարձրանում էին քարե ժայռերի վրա և ունեին մոտ 6 մետր երկարությամբ վիզ, դրա համար նրանք ունեցել են 11 մետր երկարություն։ Իսկ հիմա դիմետրադոնները ունեին կիսակլոր մաս իրենց մարմնի վրա։ Դիմետրադոնները հաճախ, երբ որ ուտելու բան չէին ունենում, իրենց ձագերին էին որսում և այդ կիսակլոր մասով հովանում էին։ Դիմետրադոնները և կերել են խոտ և կերել են միս։ Դիմետրադոնները մահացու թունավոր դինոզավրեր էին եղել այն ժամանակ։ Թեև ինդոռապտորը իրական դինոզավր չէ, այլ հիբրիդ է, իրականությունում չի եղել։ Ինդոռապտորները թեև վտանգավոր գիշատիչներ են եղել։ Իսկ հիմա ես ձեզ կծանոթացնեմ Մաուպիի հետ։ Սա էլ ձեզ իրական ինդոռապտոր, այլ ոչ թե Յուրիան դարաշրջանի ստից դինոզավր։ Նա նույնպես 13 մետր է, այն կենդանու նման։ Նա նույնպես արագ է վազել, նա նույնպես տրիցերատոպսն է նրան հաճախ հաղթել։ Նա նույնպես ուներ սուր ճանկեր և ապրում էր հարավային Աֆրիկայում, ավելի ճիշտ հյուսիսային Աֆրիկայում։ Նրա բրածոները հայտնաբերել Ֆերրանդո Նովասը։ Էստոմինոզուխներ, տարօրինակ գլուխ ունեցող հսկա կենդանիներ, նրանց ձենը ես ցույց կտամ։ Սա էլ ձեզ ձեն։ Սպինոզավրեր, հիմնականում ամենատարօրինակ դինոզավրերից մեկը, նրանց մեջքին կար նույնպես այդ կիսակլոր մասը։ Նրանք հոբանալու համար մտնում էին ջուրը տաք հորերին և որսում օխիլյոսպիշներ կամ այլ փոքր ձկներ։ Նրանք հիմա կասեք, թե ոնց են շնչում ջրում։ Նրանց կողմնատամների մեջ ծակ կա և նրանց այդ ատամների միջոցով այդ անցքերից գալիս է օդ։ Սպինոզավրերը պարզապես տարօրինակ և ուժեղ կծող կենդանիներ էին եղել երկիր մոլորակում և ունեցել էին 18 մետր երկարություն։ Իսկ հիմա եկեք վերադառնանք նույնպես տարօրինակ դինոզավրերի դարաշրջան։ Կայնոզոյան դարաշրջանի տարօրինակ ձկներից էր բազիլոզավրը։ Բազիլոզավրը մոտ 20 մետր երկարություն ունեցող մեծ դինոզավր ձուկ էր։ Այդ ձուկը շատ արագ էր լողում, մոտ 50 կմ/ժ արագությամբ։ Նրանք հաստ էին և դանդաղ են մոտենում իրենց զոհին։ Հիմա ես ձեզ
Հյուրյան դարաշրջանից նույնպես ցույց կտան վտանգավոր գիշատիչ Ինդոմինուսին, որը փախել էր իր բանդակից, հիմա մեգալոզավրը, որն իրական կյանքում է եղել նրանից 5 անգամ ավելի մեծ ուժ։ 22 մետր ունեցող հսկա մեգալոզավրը շատ հաճախ բռնել է մարդկանց։ Մեգալոզավրերը նաև ունեին 4-5 մետր բարձրություն։ Մեգալոզավրերը արագավազ էին, ավելի ճիշտ նրանք ամենափոքր տեսակը ուներ ընդամենը 14 մետր երկարություն, դա մեգարապտորն է, հիմա մեգալոզավրը անցանք մեգարապտորին, մեգարապտորը վազում է մոտ 16 կմ/ժ արագությամբ, 16 կմ/ժ արագությամբ վազող կենդանի, այդքան կամաց է վազել, հեծանիվից կամաց։ Ինչ, եկեք այսքանով վերջացնենք մեր վիդեոն, երևի մեր ռեկորդերը արդեն ուզում է պրծնի։